Այսինքն ինչպես եք պատկերացնում ընդդիմադիրների հետ աշխատանքը արդեն համայնքային։ Շատ լավ, շատ նորմալ, ես կարծում եմ, որ լեգիտիմ իշխանությունը ոչ մի խնդիր չի ունենում իր աշխատանքի մեջ։ Ավելի վստահ է լինում եւ ես շատ ուրախ կլինեմ, որ մեր ընդդիմությունը այնպիսի օրակարգեր բերի քննարկման, որոնք միտված կլինեն համայնքի զարգացմանը։ Քարոզ արշավի ընթացքում ընդդիմությունը բազմաթիվ անգամներ նշում է, որ իշխող ուժի կողմից բազմաթիվ անձինք ազատվում են աշխատանքից պայմանավորված ընդդիմադիր հայացքներ կամ իրենց հետ կապի մասին։ Շարունակվել են արդյոք արդեն ձեր համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո այդ գործիքակազմը։ Ես բազմիցս անդրադարձել եմ դրան, նախ բազմաթիվ մարդիկ չեն եղել են մի քանի հոգի ու բացառապես իրենց դիմումի հիման վրա։ Այսինքն դուք չեք ազատել պարոն Մեխակյան, որովհետև առաջին համայնքի տեխնացուներից մեկը անուն ազգանուններ տալիս ասում էր հեռացրել են աշխատանքից։ Ես ոչ մեկի աշխատանքից չեմ հեռացրել, ովքեր որ ազատվել են աշխատանքից, կա աշխատանքի ազատման դիմումներ գրած։ Պարոն Մեխակյան, մի ճշտող հարց, ամբողջ քարոզ արշավի ընթացքում դուք ուղիղ չպատասխանեցիք, թե կիսում եք արդյոք Նիկոլ Փաշինյանի մոտեցումը եկեղեցու հետ կապված եւ արդյոք մասնակցելու եք Փաշինյանի կազմակերպած հոգեվոր հավաքին այս պայմանությամբ, երբ որ արդեն ընտրվել եք, ունեք այդ որոշումը կայացած մասնակցելու եք թե ոչ։ Առաջիկայում ըստ էության, եթե անհրաժեշտ ունի, կանդրադառնամ դրան։ Ես այս պահին եկեք բավարարվենք նրանով, իմ պատասխանը չի փոխվել։ Ըստ անհրաժեշտության առաջիկայում կանդրադառնամ։ Այս ընթացքում չէիք խոսում, որպեսզի կարողանաք Չէ, Ժողովուրդ ջան։ Չէ, բայց հարցը չեմ վերջացրել։ Ես հասկացա, բայց չէ, Դա այդպես։ դիտողը չհասկացավ ինչ եմ հարցնում։ Շատ լավ։ Այս ընթացքում չէիք խոսում, որ նաև կարողանայիք այն քաղաքացիների վստահության քվեն շայք, ովքեր դեմ են այն ամենին կաթողիկոսի հետ կապված ինչ արվում։ Ոչ, Նարեկ ջան, ես իմ դիրքորոշման չեմ կապվել, ես ասում եմ ըստ էության կանդրադառնեմ, ես իմ օրակարգում եւ մեր վարշապետի թիմ ընտրությունների օրակարգում չենք ունեցել նման հարց եւ ես հարկ չեմ համարել դրան անդրադառնալ, այժմ էլ չունենք այս բանը, որովհետեւ մենք ընտրության արդյունքները պետք է ամփոփենք եւ ձևավորենք համայնքային իշխանություն։ Այստեղ հավաքված են թվական բազմաթիվ պաշտոնյաներ, շնորհավորում են անձամբ են եկել։ Նիկոլ Փաշինյանը արդյոք հեռախոսազանգով թեկուզ հասցրել է շնորհավորել, թե դեռ ոչ։ Հեռախոսազանգով չէ, բայց հասցրել է։ WhatsApp-ով նամակ է Չէ, ուղիղ չէ, բայց մեր գործընկերների միջոցով փոխանցել է։ Բայց ինչով է պայմանավորված, այս միջնորդավորված շնորհավորանքը քարոզ արշավին ընդհանրապես չգալ չաջակցելը։ Դուք կարող եք իրեն հարցնել, ոչ մի բանով պայմանավորված չէ։ Շատ նորմալ է ամեն ինչ։ Ավելացնելու բան ունեք։ Ոչ, շնորհակալ եմ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, հարգելի լրագրող գործընկերներ, որ այս ընթացքում մենք միասին փորձել ենք քարոզ արշավը հնարավորինս թափանցիկ դարձնել եւ մեր ընտրողներին ներկայացնել մեր ծրագրերը եւ եթե որոշակի խախտումներ արձանագրվել են, նաեւ ձեր օգնությամբ փորձել ենք այդ խախտումները շտկել, թե իշխող ուժի եւ թե ընդդիմության կողմից կատարված մասնավորապես չսահմանված վայրերում պաստառների փակցման եւ այլն եւ այլն։ Եվ մի ճշտող հարց, քանի որ շատ էր այդ թեման քննարկվում, կրիմինալի է, այսպես ասած, դեմ ինչպես եք արդյոք սկսելու եք արդեն գործուն քայլեր կիրառել, որպեսզի կրիմինալի հետ կապված առաջին հերթին պատասխանատու են ուժային կառույցները եւ մենք մեր մասով մաքսիմալ օժանդակելու ենք մեզնից կախված որպես համայնքային իշխանություն այդ հարցերում։ Շնորհակալություն պարոն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։